Եկեք նորից սկսենք աղոթքով։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, զգործս դերած մերոց ուղիղարայ մեստեր, եւ զգործս դերած մերոց հաջողյամես, փառքոր եւ որդվո եւ քույն սրբո, այժմ եւ միշտ եւ ավիցյանս հավելենից ամեն։ Դուր ինձ իմաստությունս բարիս խորհել եւ խոսել եւ գործել առաջիկո ամենայն ժամ, իչար խորհրդոցի բանից եւ գործոց բրգյազից եւ ողորմյակ արարածոց եւ ինձ բազմամեղից ամեն։ Հավասիկ սիրելիներ, սկսում ենք, խնդրում եմ ձեզ, որ տարածեք բոլոր հնարավոր միջոցներով, ձեր գրառումներով եւ լայքերով աշխատեք բարձրացնել այսօրվա տեսանյութը։ Ես շնորհակալ եմ բոլոր YouTube-յան այն ալիքներին, որոնք տեղադրում են իմ տեսանյութերը եւ շատ լայն տարածում են ստանում այն։ Ինչպես ասեցի, հարցեր էին այն գրառումների տակ, որտեղ որ մարդիկ մի քիչ զարմացած կամ մի քիչ տարակուսած հարցնում էին, հիմնականում շեշտը դնելով, թե նախկինում Նավասարդ Կճոյանի հասցեին որոշ մեղադրանքներ են հնչել եւ այս պահին ուրեմն մենք այստեղից բարձրացնում ենք այն հարցը, որ Նավասարդ Սրբազանը մեծ գործ է անում այս պահին, մեծ քայլ է ձեռնարկել։ Ուստի սիրելիներ, պետք չի լինել մաքսիմալիստական մոտեցումներով, երիտասարդներն են ընդհանրապես տարապում այդ բանով, ես էլ եմ եղել այդպիսին, երբ որ եղել եմ երիտասարդ, հիմա արդեն նախկին երիտասարդ եմ, եւ գիտեմ ինչպես են մարդիկ մեկ-մեկ այս բաների վրա զարմանում։ Զարմանալու ոչինչ չկա։ Մանավանդ քրիստոնյաների մոտ այս մոտեցումը պիտի միշտ լինի, միշտ պետք է գործի։ Այո, նախկինում թիրախավորել ենք ոչ մենակ Նավասարդ Սրբազանին, թիրախավորել ենք Գևորգ Սրբազանին, թիրախավորել ենք նաեւ Հովնան Սրբազանին, Տերտերյան Ամերիկայի Միացյալ Նահանգներից, բայց այսօր այս մարդիկ հզոր մարդիկ են, քաջ մարդիկ են, որոնք իրենց ներդրումը ունենում են այդ սատանայի տունը կործանելու վրա։ Եվ իհարկե, իրենց մեղքերը դրանով ջնջում են, իրենց մեղքերը դրանով մաքրում են եւ ինչու՞ չէ։ Այդ քայլով ազատագրելով մեր եկեղեցին, իրենք ստանում են Աստծուց ներում։ Մենք էլ պիտի որպես քրիստոնյաներ ներողամիտ լինենք, որովհետև ով է մարդ, որ կեցե եւ ոչ մեղիցե։ Միայն ինքն է առանց մեղած մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Ամեն մեկս ունենք բազմաթիվ մեղքեր։ Ահավասիկ սիրելիներ, ես կուզեմ ասել, որ ես նախ ուզում եմ, որ բոլորդ ծափ տակ, բոլորդ ողջույն ուղարկեք մեր սրբազան հայրերին։ Իրականում 10 հոգիներն են, մամուլում տարբեր բաներ են փորձում տարածել, ես խնդրում եմ չհետևել մամուլում, մանավանդ ընդդիմադիր մամուլի գրածներին, որովհետև քիչ առաջ կարդացի, որ իբրև թե սրբազան հայրերը զղջացել են իրենց բանի համար։ Դա սուտ է, չկա տենց բան, ոչ մեկ չի նահանջել, ոչ մեկ չի նահանջելու, այլ հակառակը, սարսափած է հակառակ կողմը։ Թմրամոլ արշակը դոզայի տակ եւ Կտրիչ Ներսիսյանը սարսափած են, որպիսի իրենց ավարտը, իրենց մահը, այդ հոգեվոր մահը, իրենց կործանումը արդեն իրենց աչքի առաջ է եւ այդ դրանից ահավոր վախեցած են։ Դրա համար ինչքան հնարավորություն ունեն, հիմա պիտի բրոսներ անեն տարբեր մամուլներից, տարբեր հերուրանքներ տարածելու համար։ Տապալվել է այսօր, գիտեք, Գերագույն հոգևոր խորհրդի նիստը, իհարկե ոչ մեկը չի կարող այլևս այս խաղեր տալ մայրաթորը, որը վերածել են Կուկուշկայի աթոռի, եւ փորձել մանիպուլյացիաներով ուրեմն ինչ որ բաներ դիվիդենդներ շահել կամ ինչ որ իրենց կարճ խելքով ուրեմն հնին բերել նորից։ Դրանց գիտեք ուզածը ինչն էր, ուզածը այն էր, որ ժամանակ ձգեին, եպիսկոպոսական ժողով գումարվեր եւ եպիսկոպոսական ժողովի ուրեմն մեծամասնությունը, որպիսի Կտրիչ Ներսիսյանը կարողանա սիրաշահել եւ իբրև թե այդ դրանով փորձի մնալ այդ աթոռին։ Դա չի լինի։ Վերջացած է 10 եպիսկոպոս, դա հսկայական թիվ է։ Եթե դուք տեսնում եք, այո, երկու եպիսկոպոս բացակայում են Նիկոլ Փաշինյանի հանդիպման։ Մեկը Գերմանիայում բուժվում է մեր սիրելի Սիոն Սրբազանը, Արմավիրի թեմի բարեխնամ առաջնորդը, մյուսը Հովնան arczepiskopos Տերտերյանը, որը Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, բայց նրանք միացած են եւ նրանք 10 հոգի են ամբողջությամբ այդ կազմում։ Եվ հզոր թեմեր են։ Մենակ Ամերիկան եւ եթե վերցնում ենք Արարատյան թեմը, Սադանայի տունը կանդված է։ Դրա համար բրավո։ Եկեք միասին ողջունենք եւ մեր շնորհակալությունը այստեղից հայտնենք Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդին Նավասարդ Սրբազանին եւ
Հովնան Սրբազանին Ամերիկայի Միացյալ Նահանգներից, որպիսի նրանք ավելի ուրախ լինեն եւ ավելի եռանդուն գործեն հանուն մեր եկեղեցու ազատագրումի։ Բոլորդ էլ իմացաք շաբաթ այսօր հայտարարեց, որ Կիրակի օրը երկրի վարչապետը պետք է աղոթի այն եկեղեցուն, որտեղ որ մկրտվել է, միջայլոց ոչ մենակ Նիկոլ Փաշինյանն է Սուրբ Սարգիս եկեղեցում, Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում մկրտվել, ես էլ եմ մկրտվել այնտեղ, պիտի ձեզ ասեմ, եւ շատ հետաքրքիր է, որ ուրեմն մեր երկրի վարչապետն էլ այնտեղ մկրտվել է, եւ գիտեք, Սուրբ Սարգիսը այդ Փակշուկայի մոտ առաջնորդանիստ եկեղեցին է, ամենահզոր ժողովուրդ այնտեղ է գնում, մեծ թվով, եւ այդ եկեղեցում որքան որ լինում են պսակադրություններ, մկրտություններ, արարողությունները, երևի ոչ միտեղ աշխարհում, ես ձեզ պարզ ասեմ, ոչ միտեղ աշխարհում այսքան չկա արարողություն, որքան այդ Սուրբ Սարգիս եկեղեցում է։ Այսինքն ուրիշ եկեղեցի երկրորդ չեք կարող sense գտնել, որ այդքան արարողություններ ունենա։ Եվ հոսքը ժողովրդի շատ է այնտեղ։ Եվ առաջնորդանիստ է այդ եկեղեցին։ Ուրեմն հասկանում ենք, չէ, որ Արարատյան թեմը դա հայրապետական թեմն է։ Եվ Փաշինյանը դրանով արեց շատ ճկուն եւ շատ կարելի է ասել դիվանագիտական եւ պրագմատիկ քայլ։ Քանդել է Կուկուշկայի աթոռը, որովհետեւ Սուրբ Սարգսի պատարագը եւ բարձրաշնորհ Նավասարդ arczepiskopos Կճոյանի առաջնորդությամբ նախագահությամբ այդ պատարագը պետք է Կտրիշ Ներսիսյանին լավագույն դեպքում ինֆարկտ ինսուլտին հասցնի։ Այս սա է, որ դրանք դրանից են սարսափած, դրանից են նրանք վախեցած, որտեղ դուք կտեսնեք 100,000-ավոր մարդիկ են գալու Սուրբ Սարգիս, որտեղ Սուրբ Սարգսում արդեն ինքս ինքան լինում է միշտ բազմամարդ։ Բոլոր ովքեր որ գնացել են շատ լավ գիտեն ինչ է կատարում Սուրբ Սարգսում։ Եվ այս պատարագին առավել եւս ես ասում եմ 100,000-ավոր մարդիկ են գնալու լծվելու ամբողջ շրջակայքում խճողում է լինելու այնտեղ ուղակի խճողում եւ պիտի առերեսվի Կտրիշ Ներսիսյան սատանան եւ շմարավոզ արշակը այդ փաստի հետ, որը որ իրենց պատճառելու է մեծ դժբախտություն, որը թակում է արդեն իրենց դուռը։ Հավաքեք պարագաները, պայուսակները հավաքեք, չամադանները կապեք, այ հիմարներ։ Ինչին եք սպասում։ Ում եք սպասում դուք։ Ռադ եք քաշելու, ձեզ հաշված օրերն են մնացել, դուք գնալու եք այս եկեղեցուց։ Եթե նկատեցիք այսօր նաև Եզրասը Կտրիշ Ներսիսյանի կրտսեր եղբայրը մանկապիղծ, որը որ Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի ոչ բարով չառաջնորդ կոչվածն է, հայտարարել է արդեն, որ ոնց կաթողիկոսը կուզի այդպես էլ կանի, կգնա, կհրաժարի, իր գործն է, ոչ մեկ ինչ կուզեն թող ասեն, ինչ կուզեն թող գրեն, այսինքն նրանք ընդունել են արդեն իրենց ոչ մենակ պարտությունը, ընդունել են, որ նրանք պետք է նաև պատասխանատվության ենթարկվեն։ Ես միշտ ասում եմ, այս վերջի ժամանակներում հիմա պիտի կրկնեմ նույնը։ Այո, Եզրասը, arczepiskopos Ներսիսյանը պետք է արտահանձնվի պարտադիր կերպով Ուկրաինայի իշխանություններին։ Այնտեղ պիտի նրան դատեն, այնտեղ պիտի իրեն բան տպարկացնեն եւ այնտեղ պետք է ինքը վերջանա։ Որպես մարդ ինքը պետք է վերջանա այնտեղ Ուկրաինայում։ Թե անհայտ գերեզման հետո կդնեն իրեն, ինչ կանեն, ինչ չեն անի այնտեղ, հա, Բեզիմյանն են, որ ասում են։ Այդ արդեն մենք թողնենք Ուկրաինայի իշխանությունների, ոնց որ ասած, բանին, որտեվ ինքը տերորիստ է եւ կոնկրետ Ուկրաինայի պետության, Ուկրաինայի ժողովրդի դեմ է գործել եւ պետք է ուրեմն ինքը այնտեղ դատարանի առաջ կանգնի եւ իրան ինչ մահապատիժ կնշանակեն, չգիտեմ, կամ ցմահ կբանտարկեն, արդեն իրենց գործն է, ինչ են անելու։ Դնելու են կարողակամերի մեջ, որտեղ քրիստներն են իրեն ուտելու գիշերը։ Այդ արդեն մենք չենք խառնվելու դրա մեջ։ Ինչ կուզեն թող անեն, կուզեն վառեն, ուզեն դնեն էփեն ուտեն, այդ արդեն իրենց բանն է վերա։ Մեր միակ նպատակը իրեն հանձնել այնտեղ։ Ուկրաինա պիտի նա գնա, պարտադիր պիտի գնա Ուկրաինա։ Կտրիշ Ներսիսյանն էլ իհարկե պետք է ներկայանա դատարան եւ պետք է պատասխանի շատ հարցերին։ Դրա համար իրենք շատ են վախեցել։ Իրենց կյանքը ավարտված է, ես այդպես եմ գտնում։ Մեկ անգամ առաջարկել եմ, հիմա էլ եմ առաջարկում հոգևոր խնամք տանելու իրեն, ես կարող եմ իրեն պատրաստել մահվան, որտեղ ինքը պիտի առերեսվի շատ կարճ ժամանակահատվածում մահվան հետ։
եւ քանի որ ինքը անաստված մարդ է եւ չի հավատում, գիտեք, ուրեմն իրեն պետք է պատրաստել դրան, որ նա պետք է ընդունի այդ փաստը, որը արդեն վերջացած է եւ պետք է դժոխքի մեջ լինի։ Այդ դրան պետք է իրեն պատրաստել, քանի որ ինքը դրա կարիքը ունի։ Եթե կուզեն, ես պատրաստ եմ իրեն հոգեվոր այդ խնամքը տանել եւ իր աչքերը փակել վերջում։ Թեկուս բանտում ինքը լինի։ Բայց ինձնից առաջ արդեն Հայր Գարեգինն էլ հայտարարեց, որ ինքը ցանկանում է իրեն, այսպես ասած, հոգեվոր խնամք տանել։ Դրա համար ես կարծում եմ շատ մարդիկ կգտնվեն, ովքեր կցանկանան Կտրիչ Ներսիսյանին օգնել հարաժեշտ տալ այս կյանքից։ Քանի որ ինքը պատասխան է տալու Աստծուն, առաջին հերթին ինքը թող դրանից վախենա, որ խեղել է ազգը, խեղել է եկեղեցին, դավաճանել է հայոց պետականությունը, որտեղ ցանկացել է Ռուսաստանի Դաշնությանը կծի Հայաստանը, դեմոնտաժանի անկախությունը, լրտես է եղել, այսինքն օտարի շահն է սպասարկել ու բազմաթիվ սադանայություններ է գործել։ Տեսեք ինչ եմ ասում, չեմ ասում մեղքեր, սադանայություններ է գործել։ Մեղ գործելը այլ բան է, սադանայություն գործելը այլ բան է։ Այս սա, որ ուզում եմ բոլորը լավ տարբերեն եւ հասկանան։ Հետևաբար մի հետևեք այլևս այդ լրատվամիջոցներին ընդդիմադիր, նրանք սուտ են խոսում, սուտ են գրում, արդեն ճարահատյալ որպես պետք է վերջի բաները անեն, բայց լավ էլ հասկանում են բոլորը, այդ թվում այդ լրատվամիջոցների հենց լրագրողները բոլորը հասկանում են, ընդդիմադիր այդ տաշտակում գտնվող բոլոր կարկառուն ներկայացուցիչները հասկանում են, որ պիտի այդ թաշկինակը վերցնեն, բան անեն, կտրիչին ասեն հաջողություն։ Եվ իհարկե, սիրելի ժողովուրդ, առաքելական եկեղեցին պետք է վերադառնա իր արմատներին։ Մենք չենք կարող ապրել այնպես, շարունակել նույն ձևի գործել, ինչպես որ 26 տարվա մեջ գործում էին այս չհոգևորականները։ Հիմա գիտեմ, որոշ վայնասուն, ոռնոց բարձրացնում են, որոշ իր, չգիտեմ, ափից կարելի ասել ուտող կամ ուղղակի նրանց ում վրա որ կոմպրոմատներ ունի, որոշ չհոգևորականները, բայց նրանց բոլորի հարցը լուծվելու է, կազմվելու է արդար ատյան, կարգապահական եւ դրանց հարցը լուծվելու է։ Դրա համար սիրելի ժողովուրդ, այսքանը ուզեցի փոխանցել, ես բոլորին հորդորում եմ Կիրակի օրը մասնակցություն ունենալ, նույնիսկ մարզերից, նույնիսկ հնարավորություն ունենալու դեպքում տարբեր թեմերից գալ հենց Սուրբ Սարգիս եկեղեցին եւ մեծ խանդավառություն, մեծ տոնակատարություն է լինելու Սուրբ Սարգսում։ Ես ասում եմ, որ այս պայքարի մեջ առաջնագծում են Ավասարդ Սրբազանը, Արաքել Սրբազանը, Կոտայքի թեմի բարեխնամ առաջնորդը, Վազգեն Սրբազանը, Բալթյան երկրների առաջնորդը, Վրթանես Սրբազանը, Արցախի թանգարանային թեմի առաջնորդը, Սիոն Սրբազանը վիրահատվում է Գերմանիայում եւ պետք է վերադառնա եւ գա, իսկ բանը իհարկե ինչ ասեմ, Հովնան Սրբազանն էլ Ամերիկայում իր մեծ գործը անում է եւ նմանապես սա հուշկու հարված է, որովհետեւ այնտեղից է Կտրիչը մուրում գումարներ եւ ինքը միշտ մտածում էր, որ Հովնան Սրբազանը պետք է իրեն ծառայի միջև վերջ, բայց Հովնան Սրբազանը ճիշտ որոշում կայացրեց, թոթափեց բոլոր այն նախկինում ունեցած սխալներն ու հանցանքները եւ այսօր արդարացի կլինի համայն քրիստոնյա հավատացյալ հոտը ներում շնորհի Սրբազան հորը իր թերացումների, իր նախկինում սխալ արտահայտությունների կամ ինչ-որ մեղքերի եւ հիմա լրիվ այլ որակով, այլ աչքերով նայի Հովնան arczepiskopos Տերտերյանին, որը որ պետք է անպայման շարունակի իր գործունեությունը ի օգուտ մեր ժողովրդի եւ մեր պետության եւ իհարկե մայր եկեղեցու։ Սա շատ կարեւոր արձանագրումն է։ Ուրեմն ուստի այստեղից նորից եմ ուզում բոլորին շնորհակալություն հայտնել, երախտի խոսքս հայտնել, հարգանքը հայտնել Սրբազան հայրերի, որոնք քաջ քայլ արեցին եւ ես շատ ուրախ եմ, որ վերջապես այս սառույցը տեղից շարժվեց, սիրելի ժողովուրդ։
մենք պետք է ձեզ հետ միասին ուղղակի դրա համար շատ մեզ լավ զգանք, երջանիկ զգանք, քանի որ այլևս ոչ մի բան մտածելու չունենք։ Ընդամենը մի քանի օրերի խնդիրն է եւ ազգովին պիտի տոնենք արդեն, երբ որ ազատագրվի Մայրատորը, արդեն պիտի ազգային տոն հրճակվի այդ օրը, պիտի բոլոր ժողովուրդով, ամբողջ ժողովուրդով պետք է ուրեմն կազմակերպենք այդ տոնակատարությունները։ Այսքանը կարճ նյութ է այսօր եւ սպասենք Կիրակի օրվան։ Այսինքն վաղը չեմ մյուս օրը։ Ես էլ վաղը ճանապարհորդելու եմ եւ վաղը չի լինելու, եթե դրա համար ասեցի կարճ եթեր այսօր անեմ, որովհետեւ վաղը ամբողջ օրը պիտի լինեմ ճանապարհի մեջ եւ շատ ուշ հասնելու եմ, արդեն Հայաստանում կլինի ժամի 3-ը գիշերվա։ Ֆրանսիա եմ գնալու եւ կուզեմ ասել, որ այսպես մինչ հանդիպում արդեն Կիրակի օրը երևի, բանից հետո պատարակի վերջը։ Ուշ եւ կարողություն եւ պահպանիչով վերջացնենք։ Սուրբ խաչի մսաղաչեսու գստեր զիսովա պրգեստեզ մեզի մեղած եւ կեցուստեր շնորի ողորմության յուրո ամենակալ տերաստված մեր կեցու է ողորմյան։ Պահպանիչ եւ հույսավադացելոց Քրիստոս աստված մեր, պահյա, պահպանյա եւ օրտնյա Զազգս մեր հայոց եւ եկեղեցիս մեր Հայաստանյաց ընդունանյան սուպ եւ պատվական խաչի վտքովի խաղաղության, փրկյա եւ ազատյա հերևելեվաներևույթ ճշնամյաց, ամենայն վտանգից հիվանդությանց, նեղությանց եւ փորձությանց, արժանավորյալ գողության փառավորելս քեզ ընթորի մսփոքվույթ, այժմ եւ միջիվավիցյանս ավիլենից ամեն։ Բարի գիշեր, տարածեցեք, լայքերը անվճար են, գրառումները կսպասեմ, կհանդիպենք նորից եւ միշտ դուխով մնանք, այսքան օրը համբերենք նորից ու պիտի ամեն օր ուրախանանք լուսավոր իրադարձությունների համար։ Բարի գիշեր։